Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ ի պատասխան Թայվանին զենք վաճառքի։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությամբ Վաշինգտոնի քայլերը խաթարում են երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Պատժամիջոցների շրջանակում սահմանափակումներ են կիրառվել 20 ամերիկյան ռազմարդյունաբերական ընկերությունների եւ պաշտպանական ոլորտի 10 ավագ ղեկավարների նկատմամբ։ Դրանք ներառում են ակտիվների սառեցում, գործակցության արգելք եւ Չինաստան մուտք գործելու սահմանափակումներ։ Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ առաջարկներ ստանալուց հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ նրա օգնական Յուրի Ուշակովը բանակցություններ է վարել Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմի որոշ ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, չհստակեցնելով հեռախոսազրույցների ժամկետները։ Reuters-ի աղբյուրների փոխանցմամբ բանակցություններին մասնակցել է նաև Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը։ Պեսկովի խոսքով կողմերը համաձայնություն են ձեռք բերել երկխոսությունը շարունակելու վերաբերյալ։ Նա նաև հայտնել է, որ Մոսկվան վերլուծել է պատերազմը դադարեցնելու վերաբերյալ փաստաթղթերը, որոնք Ամերիկայի Միացյալ Նահանգներից Ռուսաստանին է փոխանցել Կիրիլ Դմիտրիևը։ Սիրիայի Հոմս նահանգի մզկիթներից մեկում պայթյունի հետևանքով 3 մարդ զոհվել է, ևս 5-ը վիրավորվել։ Տեղեկությունը Reuters-ին հայտնել է տեղի պաշտոնյան։ Սիրիական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ անվտանգության ուժերը շրջափակել են հիմնականում ալավիներով բնակեցված տարածքը եւ իրականացնում են հետաքննություն։ Տեղի իշխանությունների նախնական տվյալներով պայթյունը կարող էր իրականացվել մահապարտ ահաբեկչի կողմից կամ պայմանավորված լինել մզկիթում տեղադրված պայթուցիկ սարքով։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նպատակը Սերբիայի Հանրապետությանը եւ նրա տարածքային ամբողջականությանը սպառնալն է։ Վուչիչը նաև մեղադրել է Վաշինգտոնին Կոսովոյի ալբանացիներին զենք մատակարարելու համար, ընդգծելով, որ այդ քայլերը լարում են իրավիճակը տարածաշրջանում։ Չնայած Դոնալդ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքական կուրսի փոփոխություններին, Միացյալ Նահանգները լիովին աջակցում է ՆԱՏՕ-ին եւ մնում է Դաշինքի ու Եվրոպայի մաս։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Նրա խոսքով Վաշինգտոնն ակնկալում է, որ եվրոպական երկրներն ավելի մեծ ներդրում կունենան պաշտպանության ոլորտում, սակայն ՆԱՏՕ-ի ներսում գործընկերությունը մնում է ամուր։ Ռյուտեն հիշեցրել է նաեւ Հագգայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումները, որոնց համաձայն դաշնակիցները պայմանավորվել են մինչև 2035 թվականը պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ին, դա գնահատելով որպես Թրամփի արտաքին քաղաքականության կարևոր ձեռքբերում։ Նա հավելել է, որ ԵՄ երկրները կազմում են ՆԱՏՕ-ի տնտեսական հզորության մոտ 1/4-ը, մինչդեռ շուրջ 75%-ը բաժին է ընկնում ԵՄ-ից դուրս գտնվող դաշնակիցներին։